Բարև բոլորին, լրացավ այս ալիքի մի տարին։ Մի տարի է ինչ նկարում եմ այս ալիքի մասին կոնտենտ և մեր ալիքը արդեն ունի 10,000 բաժանորդ, ինչի համար ես շնորհավորում եմ բոլորիս։ Ինձ թվում է, որ սա արդեն մի բանի մասին է խոսում, մինիմում նրա, որ այս կոնտենտը պետք է շարունակել։ Եվ ես ուզում եմ մի քիչ պատմեմ իմ մասին, առաջինը թե ով եմ ես և ինչով եմ զբաղվում, երկրորդը պատասխանեմ ամենաշատ տրվող հարցերին, և երրորդը ասեմ, թե ինչ պլաններ ունեմ հետագայում։ Առաջին ով եմ ես որպես մասնագետ։ Ես 44 տարեկան եմ եւ ասեմ, որ մեքենաների հետ ոչ մի մասնագիտական եւ գործնական առնչություն չունեմ։ Ոչ խադավիկ եմ, ոչ մատորիստ եմ, ոչ էլ յուղի կամ պահեստամասերի գործ եմ անում։ Ես համակարգչային խաղերի դիզայներ եմ եւ նախագծում եմ խաղային մեխանիկաներ։ Հիմնական մասնագիտությունս եռաչափ գրաֆիկան է, կոնցեպտ արտը։ Տվյալ պահին աշխատում եմ մեր ապագա խաղի լեվելների ստեղծման ու իրանց բալանսավորելու վրա։ Նախորդ խաղը եղել է Shadow-matic-ը, ես այդ խաղի համահիմնադիր եւ գեյմ դիզայներն եմ։ Դրանից առաջ երկար տարիներ, 10 տարուց ավել ես աշխատել եմ գովազդների եւ հոլովակների ստեղծմամբ։ Նաեւ այդ ամենին զուգահեռ 15 տարի եղել եմ դասախոս ու դասավանդել եմ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում։ Դասավանդել եմ եռաչափ գրաֆիկա եւ կոնցեպտ արտ։ Ու ոնց տեսնում եք, գործս մեքենաների հետ կապ չունի։ Բայց հիմա կհարցնեք, այդ ոնց է բա ստացվում, որ մեքենաների հետ կապված այդքան գիտելիք ունեմ։ Դրան կա շատ պարզ պատասխան։ Երբ 16 տարվա մեջ ունենում ես 9 մեքենա, որոնց սպասարկման վրա ծախսում ես լիքը ներվեր ու գումարներ, առնչվում ես մեքենաների սխալ սպասարկման հետ, բացահայտում ես լիքը միֆեր, ու փչացնում ես ներվեր ու փողերդ, մի օր ջղայնանում ու որոշում ես ինքդ հասկանաս, որը որից հետո է, որ համ քեզ չխաբեն, համ անիմաստ գումարներ չծախսես։ Դրան գումարվում է իմ քթիմազ խասյաթը, մեքենաների սերը, իմ մարքեթինգի գիտելիքները, արդարության զգացողությունը եւ ստացվում է սենց կոնտենտ։ Այս ինչ վերաբերվում էր ինձ ու իմ մասնագիտականին։ Երկրորդը այս ալիքում ամենաշատ տված հարցերը, դա վերաբերվում է յուղերին, թե ինչ յուղ է պետք լցնել իմ մեքենան, չնայած նրան, որ ես տեսանյութ ունեմ, որտեղ մանրամասը բացատրել եմ ոնց կողմնորոշվել յուղերի մեջ, միևնույն է հարցեր կան, թե որտեղ է յուղի վրա գրած այդ դոպուսկները, կամ հենց կոնկրետ իմ մեքենայի համար այսքան քշած ինչ յուղա պետք լցնել։ Ինձ թվում է այս մի հատ էլ տեսանյութ կհանեմ, որտեղ վերջնական կտա պատասխանը, թե որ յուղն է պետք լցնել։ Շատ հարցեր, ավելի ճիշտ առաջարկներ են լինում նկարել այս կամ այն մեքենան։ Ասեմ, որ ես դրանք բոլորը կարդում եմ եւ հաշվի եմ առնում։ Դրանից հետո մնում է, որ գտնեմ այդ մեքենաները, որովհետև ոնց արդեն հասկացաք, ես ավտոպարկ չունեմ, ոչ էլ մեքենաների պրակատով եմ զբաղվում։ Բոլոր իմ ալիքի մեքենաները իմ ընկերների, իմ շրջապատի մարդկանց մեքենաներն են, որոնք մեծ սիրով ինձ տրամադրել են։ Ըստ կոմենտների այս պահին ամենաշատ ցանկալի մեքենան դա Jeep Compass-ն է եւ Nissan Rogue-ը, որը հենց հարմարացնեմ նկարելու եմ։ Ինչ եմ պլանավորում ես անել հետագայում։ Նախ ասեմ, որ ինձ ցանկացած տեսակի մեքենաներ հետաքրքրում են նկարելու համար, համ տարբեր գնային սեգմենտների, համ տարբեր ձև աշխատող։ Կլինի բենզինային, էլեկտրական, հիբրիդային։ Մեքենաների մեջ ջոգողություն չեմ դնում, գիտեմ, որ կան տարբեր մարդիկ, որոնց տարբեր մեքենաներ են հետաքրքրում։ Ես ինքս էլ ունեցել եւ երկար տարիներով շահագործել եմ տարբեր մեքենաներ, համ սպորտային սեդան, համ ռամայով ջիփ, հեչբեք, ունիվերսալ, պնևմայով մեքենաներ եւ այլն։ Լիքը Audi-ներ եմ ունեցել եւ առհասարակ Vauxhall գրուպի մեքենաներ շատ ա եղել մոտս։ Տվյալ պահին էլ քշում եմ Audi Q5 3 լիտրանոց կոմպրեսորով։ Եվ այս ալիքում կան նաև իմ մեքենաներից երկուսը՝ Ford Explorer-ը, որը 5 տարի վարել եմ, եւ Touareg-ը։ Դրանցից առաջ 5 տարի քշել եմ Audi S4 4.2 մոտորով V8, այն քաղաքային սպորտային մեքենա էր, եւ հետաքրքրությունս չի պակասել տարբեր մեքենաների նկատմամբ։ Անձամբ էլեկտրական մեքենա չեմ ունեցել, բայց իմ ընկերների էլեկտրականները շատ եմ քշել։ Ամեն դեպքում իմ տեսանյութերում փորձում եմ լինեմ օբյեկտիվ եւ հումորով։ Ուզում եմ լիքը ինֆորմացիա տամ ձեզ մեքենաների հետ կապված, օգնեմ ձեզ մեքենաների ընտրության հարցում եւ ինչու՞ չէ իրանց խնամքի։ Ես մեքենաները սիրում եմ իրանց թերություններով եւ առավելություններով, ոչ իմ մոտ խնդիր է դրած իրանց փնովել, ոչ էլ իրանց սարքել կուռք։
Նաև հետագա պլաններիս հետ կապված դեմ չեմ համագործակցել գովազդի առումով, կարևորը որակյալ ծառայություն կամ բրենդ լինի, որտեղ ես չեմ պատրաստվում անորակ ծառայություն կամ բրենդ գովազդել, քանի որ կախված չեմ այս ալիքի ֆինանսականից, զուտ ցանկալի է որ լինի լրացուցիչ ռեսուրս, որպեսզի կարողանամ պրակատից արխային վերցնեմ ցանկացած մեքենա ինձ հարմար ժամկետներով եւ ինձ հարմար պայմաններով, որովհետեւ դժվար է մեքենա գտնելու նկարել իմ աշխատանքային գրաֆիկը հաշվի առնելով։ Ինձ մոտ մի մեքենայի նկարահանումը տևում է 1-ից 2 օր, դրանից հետո մի 4 օր էլ մոնտաժ։ Ամեն դեպքում եթե մեքենա առաջարկեք, ես մեծ սիրով կնկարեմ ցանկացած գնային սեգմենտում ու ցանկացած կատեգորիայի։ Ինչևէ, ես կշարունակեմ այս ալիքը զարգացնել, ինձ էլ է հետաքրքիր թե այս ամեն ինչը ուր է հասնելու։ Եթե ինչ-որ կոնկրետ ձեզ հետաքրքրող հարցեր կա, կարող գրեք, ես կկարդամ ու կպատասխանեմ։ Իսկ այս պահին ձեզ մաղթում եմ անփորձանք երթևեկություն եւ լավ տրամադրություն։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։ Առայժմ